Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Ռիտա Մնացականյանը և Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Կայացել է վարչապետի գավաթ խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են մարզային փուլերում հաղթած դպրոցների թիմերը։ Մրցաշարի նպատակն էր խթանել հեծանվային սպորտը և առողջ ապրելակերպը դպրոցականների շրջանում։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով եղել է Լոռու և Կոտայքի մարզերում, վարչապետն այցելել է նորակառույց և հիմնանորոգված դպրոցներ, մանկապարտեզներ ու բուժ հաստատություններ, տեղում գնահատելու իրականացված աշխատանքների արդյունքները։ Երևանը ցանկանում է, որ Մոսկվան հաշվի առնի Հայաստանի իշխանությունների անկախ որոշումները։ Հայաստանը Ռուսաստանի կրտսեր եղբորից վերածվել է գործընկերոջ։ Հայաստանի նախագահ Վագն Խաչատուրյանի հարցազրույցը ռուսական հեռուստաընկերությանը։ Բողոքի ալիք Ադրբեջանում ՊՆ-ն հայտարարել է զինվորների հարազատների զորամասեր այցելելու ժամանակավոր սահմանափակումների մասին, որն էլ հարուցել է ծնողների դժգոհությունը։ Չնայած Լեհաստանում ռուսական անօդաչու թռչող սարքերի խոցումից հետո Վարշավան մտադիր չէ խզել դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ, այնուամենայնիվ վերջին օրերին ՆԱՏՕ-ն ակտիվորեն ուժեր է կուտակում Արևելյան Եվրոպայում։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը հնարավոր է միացվի նրա վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մյուս գործին։ Նոր գործի քննության շրջանակում շոշափվում է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու Սեդրակ Քոչարյանի և Միխայիլ Բաղդասարովի անունները։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Կայացել է վարչապետի գավաթ խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են մարզային փուլերում հաղթած դպրոցների թիմերը։ Մրցաշարի նպատակն է խթանել հեծանվային սպորտը և առողջ ապրելակերպը դպրոցականների շրջանում։ Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են այն դպրոցների թիմերը, որոնք հաղթել էին նախնական փուլերում։ Մրցույթում հաղթող դարձած դպրոցները և մասնակիցները արժանացել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված հավաստագրերի, գավաթների, մեդալների և դրամական պարգևների։ Առաջին տեղը գրաված դպրոցը ստացել 4 միլիոն, երկրորդ տեղը 2,5, երրորդ տեղը 1,5 միլիոն դրամ։ Պարգևատրվել են նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները, առաջին տեղը 700,000, երկրորդ հորիզոնականը 500, իսկ երրորդ տեղը գրաված ուսուցիչը 300,000 դրամ։ Բացի այդ, հաղթող թիմերի աշակերտներն էլ ստացել են անհատական դրամական պարգևներ։ Հայաստանի վարչապետի գավաթ խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը դպրոցականների համար անցկացվում է արդեն երկրորդ անգամ և կազմակերպիչների խոսքով այն լինելու է շարունակական։ Վարչապետը շնորհավորել է հաղթողներին և առհասարակ բոլոր մասնակիցներին նշելով. Իսկապես տեսանք, որ այն նախագիծը, որը 2 տարի առաջ սկսել ենք կամ նախորդ տարի ենք սկսել, գիտեք, որ մենք մեր բոլոր դպրոցների համար հեծանիվներ ձեռք բերեցինք, տեսնում ենք, որ դա իր նպատակին ծառայում է, որովհետև այն ինչ որ այստեղ կատարվում է, ընդամենը կուլմինացիան է այն բազմաթիվ հեծանվավազքերի, որոնք այս ընթացքում տեղի են ունեցել և տեղի են ունենում, և իհարկե դրա նպատակը խորքային նպատակը, ինչպես արդեն տիկին նախարարը նշեց, դպրոցականների շրջանում, բայց ընդհանրապես առողջ ապրելակերպը, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը, ընդհանրապես ամեն ինչի նկատմամբ մեր երկրի
մեր պետության, մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը սերմանելն է եւ այդ ամեն ինչը պետք է սկսվի դպրոցից։ Սա իսկապես շատ հրաշալի միջոցառում է, երեք խարույկի շուրջ էինք մենք սկսել հանդիպումները, զրույցները, նաեւ մեր շատ տաղանդավոր աշակերտներ իրենց երգերով, կատարումներով հարստացնում են այս մրցաշարը։ Իսկ մինչև այս Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով եղել է Լոռու եւ Կոտայքի մարզերում։ Վարչապետն այցելել է նորակառույց եւ հիմնանորոգված դպրոցներ, մանկապարտեզներ ու բուժ հաստատություններ, տեղում գնահատելու իրականացված աշխատանքների արդյունքները։ Սեպտեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Լոռու մարզ, որտեղ այցելել է նորակառույց եւ հիմնանորոգված կրթական ու առողջապահական հաստատություններ եւ ծանոթացել իրականացված աշխատանքներին։ Այցի առաջին կանգառը Դեբեթ համայնքում գտնվող նորակառույց Հարություն եւ Սյուզան Մանկոյանների անվար միջնակարգ դպրոցներ։ Այն կառուցվել է բարերարների ջանքերով, գործակցելով Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ, իսկ շենքի կահավորումն ու դպրոցի հետագա գործառույթների ապահովումը ստանձնել է կառավարությունը։ Վարչապետն ընդգծել է. Մենք ծրագիրը կշարունակենք զարգացնել, որովհետև դպրոցի բացումը, երբ որ դպրոց չկա, այդ թվում է, որ դպրոցը կառուցեցինք, բացեցինք եւ ուրեմն գործը արված է, իրականում զարգացումը հենց դրանով է։ Դա զարգացման բանաձևն է, երբ որ օրակարգի մի հարցը լուծվում է, հետևից գալիս են ուրիշ հարցեր, ուրիշ խնդիրներ, որ պետք է լուծել։ Եվ երբ որ լուծեցիր այդ հարցը, բացվեցին տասնյակ նոր հարցեր եւ սկսում ես լուծել այդ տասնյակ հարցերը եւ թվում է թե այս ինչ է, այսինքն անընդհատ հարց կա լուծելու, այո, անընդհատ հարց կա լուծելու եւ հենց դա է զարգացումը, այս շրջապտույտն է, որի արդյունքում երկրները զարգանում են, պետությունները զարգանում են, մարդիկ զարգանում են։ Փաշինյանն այցելել է նաև Վանաձորի մի քանի հիմնանորոգված կրթական հաստատություններ, այդ թվում Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոց, որն արդեն ունի 360 աշակերտ եւ նոր լաբորատորիաներ։ Ուսուցիչները վերապատրաստվել են արդի ուսումնական հնարավորություններից օգտվելու նպատակով։ Դպրոցն ակտիվ մասնակցում է գիտության փառատոներին եւ արդեն 3 տարի շարունակ հաղթող է ճանաչվում։ Իսկ Վանաձորի թիվ 9 հիմնական դպրոցն ունի 170 աշակերտ։ Դպրոցի վերանորոգման ընթացքում նախատեսվում է նաև ճարտարապետական նոր լուծումներ տարածքի առավել արդյունավետ օգտագործման նպատակով։ Վարչապետը նշել է, որ ապագայում անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի նոր շենքի կառուցում։ Երկու դպրոցներն էլ ունեն նորակառույց եւ հիմնանորոգված մարզադահլիճներ։ Այդ աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է համապատասխանաբար 225 միլիոն եւ 140 միլիոն դրամ։ Փաշինյանն այցելել է նաև Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ կառուցվել է նոր ինֆեկցիոն մասնաշենք։ Այն համալրված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, ներառյալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 956 միլիոն դրամ, որից 214 միլիոնը հատկացրել է կառավարությունը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ նոր մասնաշենքը լիարժեք գործարկման կանցնի առաջիկա 2 շաբաթում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր բարերարներին, ծրագրի գործընկերներին եւ ընդգծել Հայաստանի ու Սփյուռքի համատեղ աշխատանքի կարեւորությունը։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով եղել է նաեւ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, որտեղ եւս ծանոթացել է նորակառույց եւ հիմնովին վերանորոգված կրթական ու նախակրթական հաստատությունների վիճակին։ Հաջորդ այցը Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցն ու նոր կառուցված Մսուր մանկապարտեզներ։ Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով եւ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիարդ 912 միլիոն դրամ։ Դպրոցը կառուցվել է սեյսմիկ անվտանգության նորագույն ստանդարտներին համապատասխան, ապահովելով սաների եւ աշխատակազմի անվտանգությունն ու հարմարավետությունը։ Շենքը հագեցած է ժամանակակից դասասենյակներով, գիտական լաբորատորիաներով, գրադարանով, ՏՏ կենտրոններով եւ համաչափ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին։ Վարչապետը շրջել է դպրոցում, զրուցել ուսուցիչների եւ աշակերտների հետ, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը եւ ընդգծել. Շատ կարեւոր է, որ մենք այս ամեն ինչին վերաբերվենք որպես առօրյա կարիք եւ մենք պետք է սովորենք նրան։ Ես հիշում եմ մեր հուզմունքը եւ մեր բերկրանքը, եւ որ մենք առաջին անգամ տեսնում էինք այն լաբորատոր սարքերը, որոնցով հագեցում ենք մեր դպրոցները, ես զգում եմ, որ մենք այլևս չենք կուզում, մեր բերկրանքը բավական չափավորվել է, եւ դա նորմալ է, որովհետեւ իրականում ոչ թե արտառոց է այդ ամենի ներկայությունը, արտառոց է այդ ամենի բացակայությունը։
արտառոց է ոչ թե այն, որ մենք մեր երեխաների համար այսպիսի դպրոցներ են կառուցում, արտառոց է այն, որ դեռ կան դպրոցներ, որոնք այսպիսին չեն։ Եվ հետևաբար շատ կարևոր է, որ սա դառնա մեր առօրեականությունը, առօրյա, բայց կարևոր է նաև, որ այս նորակառույց դպրոցներում դպրոցների առօրյան համապատասխանի նաև այն նպատակներին, որոնք դրված են այս նախագծի հիմքում, որովհետև մենք արդեն վիզուալ նաև մեր երեխաներին հստակ ասում ենք, թե ինչն է նպատակը, որ նպատակով պետք է իրենք լավ սովորեն։ Վարչապետը նաև այցելել է Հրազդանում նոր կառուցված մսուր մանկապարտեզ, որը նախատեսված է 144 երեխայի համար։ Նախակրթարանն ամբողջությամբ կառուցվել է պետական բյուջեի միջոցներով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 929 միլիոն դրամ։ Նախակրթարանը կառուցվել է ժամանակակից մանկական հաստատությունների ստանդարտներին համապատասխան։ Այն ունի լուսավոր եւ հարմարավետ խմբասենյակներ, զարգացող խաղասենյակներ, քննասենյակներ, մարզական եւ բացօթյա խաղահրապարակ, նաև հարմարեցված սանհանգույցներ, փոքրիկների անվտանգությունն ու հարմարավետությունը առաջնահերթ համարելով։ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Ջիլի միջնակարգ դպրոցը, որի կառուցման համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 880 միլիոն դրամ։ Դպրոցում կգործի նաև նախակրթարան, ապահովելով փոքրիկների ուսուցման եւ դաստիարակության ժամանակակից պայմանները։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Այսօր լրանում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից անձազերծված ռազմական ագրեսիայի 3-րդ տարին, իսկ ադրբեջանական զորքերը դեռ օկուպացված տարածքներից դուրս չեն եկել։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցներից խոշոր տրամաչափի իրազեկային զինատեսակներից սկսեցին ինտենսիվ կրակել Գորիսի, Կապանի, Սոտքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ։ Հակառակորդը ռազմական ագրեսիայի արդյունքում դիրքային առաջխաղացում ունեցավ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոտքի նաեւ Ջերմուկի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալներով մարտերի ընթացքում հայկական կողմը տվել է 224 զոհ։ Ադրբեջանական զորքերն արդեն 3 տարի է գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Հայաստանի իշխանությունը հավաստիացնում է, որ նրանք հետ կքաշվեն սահմանազատման արդյունքում։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հարցը լուծելուց հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղության եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների տեսանկյունից ռիսկի է դիմել ու պատմական քայլ կատարել։ Նա նկատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւս ապահովել է պատմական համաձայնագիրը Վաշինգտոնում։ Ըստ նրա համաձայնագրի վերջնական ստորագրումը սպասվում է հաջորդ տարվա առաջին կեսին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես մենք եւս արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ, նշել է Ֆիդանը։ Եվ թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր եւ ուշագրավ զարգացումները քննարկել եմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ Բարի երկու պարոն Գրիգորյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները։ Եվ սկսենք թերևս ամենակարևորից, երբ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները արդեն սկսվում են կառուցվել եւ Սերդար Քլիչը Թուրքիայի բանագնացը հայ-թուրքական հարաբերությունների մասով հատուկ բանագնացը դեսպանը հանդիպեց Ռուբեն Ռուբինյանին եւ քննարկեցին տարատեսակ հարցեր։ Սակայն, ինչպես տեսնում ենք, դեռ սահմանի բացման մասին խոսելը շուտ է։ Զուգահեռ իրականության մեջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարություն է տարածում, որ կբացվենք սահման այն դեպքում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի արդեն հայ-ադրբեջանական։ Արդյոք ճիշտ է հայ-թուրքական հարաբերությունները հավասարեցնել, համահարթեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Խնդրեմ ձեր մասով։ Բարի երեկո, շնորհակալություն հրավերի համար։ Նախ ուզում եմ ասել, ընդհանրապես կապել հայ-ադրբեջանական հարաբերությունը հայ-թուրքականի հետ մեծ հաշվով մեծ սխալ է։ Այո։ Թուրքիան այսօր կորցնում է մեծ շանս ուժեղացնելու Հարավային Կովկասում իր դերը։ Ում խաթեր։ Ասենք Ալիևի խաթեր, քանի որ ի վերջո խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, ու շատերը չեն հասկանում։ Նախաստորագրված Տրամպի մոտ դա նշանակում է ստորագրված է։ Հասկացաք։ Շատերը այդ բանը չեն հասկանում։ Այդ հենց դրա համար կցանկանայի ավելի բացի փակագծերը։ Հիմա բացում եմ փակագծերը։ Եթե մենք նախաստորագրեինք Ադրբեջանի հետ
երկկողմ հարաբերություններում այո, դա նախաստորագրում է, դեր վերջնական չի process-ը, բայց Տրամպի օրոք, Տրամպի վկայությամբ նախաստորագրումը դա ավտոմատ նշանակում է, որ ստորագրված է փաստաթուղթը, ոչ միտեղ Ալիևը չի փախչի։ Ուրեմն Թուրքիան պետք է բացեր սահմանը։ Բայց ինչի Թուրքիան չի բացում սահմանը։ Ստեղ պարզ է, իր դերը խաղում է Ադրբեջանի դիրքորոշումը, Ադրբեջանը միգուցե էլի ինչ որ բան ուզում է մեզանից պոկել։ Դե սահմանադրության փոփոխություն է անդադարացում։ Մինսկի խմբի լուծարում է ասում, որը հասավ դրան, հիմա էլ գնում է հասավ դրան, բայց այնուամենայնիվ չի ստորագրում ու Թուրքիան չի բացում սահմանը, Ադրբեջանն էլ վերջնական չի ստորագրում։ Իդեպ ասեմ ձեզ շատ կարևոր ինֆորմացիա, մեր դեսպանը ԵԱՀԿ-ի շրջանակներում տարածեց հայտարարություն, նկարագրեց այդ ամբողջ process-ը, որ լուծարվեց, որ մենք համաձայնվեցինք Ադրբեջանի հետ Վաշինգտոնում քայլեր արեցինք, վերջում մերոնք ասում են դե հիմա մենք սպասում ենք, որ խելքի մոտ ժամկետներում Ադրբեջանը ստորագրի եւ վավերացնենք այդ փաստաթուղթը խաղաղության պայմանագրի։ То есть Հայաստանը հիշեցնում է, որ Հայաստանը իր կողմից ամեն ինչ արել է։ Բայց ես այդտեղ պետք է բերեմ մի նոր արգումենտ, ինչու Թուրքիան չբացեց սահմանը։ Միանշանակ ձեռնտու է Թուրքիային։ Միանշանակ է, որ Ալիևը դերասում է դերմիկ բացի սահմանը, հասկանալի է, բայց առաջի անգամը, որ Թուրքիան աշխատում է իր շահերի դեմ։ Ինչի է դա կապված։ Այդ Ադրբեջանի խաթեր չի։ Պարզ է, ազդում է Ադրբեջանը, ասում է սպասեք, միք բացի էլի բան ստանամ Հայաստանից, հետո բացեք, գլխավոր պատճառը նա է, որ թուրքերը նեղացած են Տրամպից։ Տրամպը մտավ Ռեգիոն Հարավային Կովկաս, ոչ թե Թուրքիայի միջոցով, Հայաստանի միջոցով։ Ու իրենք նեղացած են։ Ու եթե դուք տեսնում եք Ֆիդանի երեք ուշ գիշերվա հայտարարությունը, շատ հետաքրքիր ինքը գրեց, Ադրբեջանի դերը շատ մեծ էր, Վաշինգտոնը դեր խաղաց, բայց Ադրբեջանը խաղացան այդ process-ը նախաձեռները տարել է։ Դրանով իրենք անընդհատ ուզում են Վաշինգտոնի դերը նսեմացնեն։ Նույնիսկ ժամկետ նշեց այնտեղ, ասեց 2026-ի տարվա առաջին հատվածում։ Հատվածում ես չեմ հասկանում դա ինչի հետ է կապված։ Եթե ասենք 27 թվին, ես կկրահեի, որ սպասելու են մեր սահմանադրության փոփոխությանը, հետո անեն, հա, կարելի է կապել։ Ինչ որ առում։ Մենք չպետք է կապենք, բայց կարելի է մտածել, որ իրանք կապում են մեր սահմանադրության փոփոխության հետ կամ ինչ որ սպասելիքներ ունեն, բայց մյուս տարվա առաջի կեսը ինչի մասին է խոսքը։ Ես այդտեղ պետք է ասեմ, որ այդտեղ թուրքերի մոտ աշխատում է այդ ես կասեմ, նույնիսկ ոչ թե պետական, մարդկային նեղացվածություն, որ նեղացած են։ Բայց քաղաքականության մեջ նեղացվածությունը քաղաքական կատեգորիա չէ, այս դեպքում։ Համաձայն եմ ձեզ հետ, հաշվի առնելով, որ Թուրքիան համակարգային պետություն է, լուրջ պետություն է, ինչի չեմ բացում, չեմ հասկանում։ Ավելին ձեզ ասեմ, չբացելը վտանգ է բերում հենց թուրքերի համար, քանի որ Հական Ֆիդանը նորից հիշեցրեց թուրքական աշխարհի հետ կապնվելը, կենտրոնական ասիական բանի հետ, հենց այդպես կոչված Զանգեզուրի միջանցքով մենք միշտ պետք է ասենք, ոչ դա Տրամպի ճանապարհն է, իրանց նյարդացնենք, բայց այնուամենայնիվ իրանք չեն ների Տրամպին, որ Տրամպը մտավ հենց ուղակի Հայաստան բան։ Ուստեղ ես նյուանս պետք է ասեմ, ով նաև դժգոհ է, որ Տրամպը ուղիղ մտավ Սյունիք, ուղիղ մտավ Հայաստան, Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանի Դաշնությունը եւ պրոռուսական ուժերը Հայաստանում։ Նայեք ոնց իրանց շահերը Ադրբեջանի հետ պրոռուսական ուժերի, պրոռուսական ընդդիմության մասին է, ուրիշ մարդկանց չի խոսքը։ Պրոռուսական ուժերի, քանի որ իրանք կցորդ են Ռուսաստանի, հրամանները կատարում են, Ռուսաստանը դեմ է որ բացվի, պարզ է, որ հարավը Հայաստանի սկսի աշխատել, զարգանալ, ճանապարհները բացվեն, մենք սուվերենությունը պաշտպանենք, ուրեմն Վաշինգտոնյան պայմանավորվածություններից դժգոհ է նաև Ռուսաստանը ու պրոռուսականները այդ գիծը տանում են։ Թուրքիան դժգոհ է այլ պատճառով։ Թուրքիա ասում է մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք, Ամերիկա, մենք ստեղ կարևոր խաղացող ենք։ Դու մեր վրա ստավկա այլ հարցերով դրել ես, խի ես հարցով չես դնում։ Ու ստեղ է, որ ես ուզում եմ ասել, կառավարություն, դուք կարողացաք լուրջ փաստաթղթեր բերել Վաշինգտոնից, հիմա իրականացրեք ծրագրերը։
Տեսեք, Ռուսաստանի մասին խոսեցինք, դժգոհին բնականաբար ռուսական ուժերը մի կողմ ենք թողնում, արտաքին քաղաքականություն ենք քննարկում, ու այստեղ Օվերչուկը վերջերս հայտարարեց, որ կողմնորոշվեք վերջապես, մեր համար դա կարմիր գիծ է, ԵԱՏՄ-ում եք, Հարավկովկասյան երկաթուղիների մեջ եք եւ այլն, եւ այդ ամբողջի մեջ եք, դուք հիմա ինչ քայլի եք գնում եւ որն է ձեր երաշխիքը, որ արդյոք կհաջողի ձեզ։ Չէ՞ որ մենք ենք միշտ եղել դարերով եւ փորձել ենք մենք լինել։ Եվ դրան հաջորդեց նաեւ Զախարովայի հայտարարությունը, որ ամեն դեպքում իրենք ուսումնասիրեն, որպեսզի հասկանան։ Հաջորդիվ Լավրովը խոսեց եւ ասեց. մենք ուշի ուշով հետևում ենք եւ կհասկանանք արդյոք ձեզ կհաջողի դա թե ոչ։ Այսինչ խոսույթ է։ Նու այդ խոսույթը ինչին է ուղղված, որ այդ process-ը կամ դանդաղ շարժվի, գնա կամ տապալվի։ Տապալումը որն է, ասենք եթե այդ ծրագիրը սկսես իրականացնել, այդ համատեղ հայ-ամերիկյան ընկերություն սկսել ուժեղացնել մեր սահմանապահ ինստիտուտը, այդ մտնում է այդ պայմանագրերի մեջ, 3 մեմորանդումների մեջ ամերիկացիների հետ, ատոմակայան չկառուցել ամերիկյան համակարգով, ինչ եմ ուզում ասել, եթե այդ չանենք, պարզակը տապալվի, ու իրենց խոսույթը ինչի համար է, տարածել, օրինակ Լավրովը ինչ ասեց, այնտեղ անհամաձայնությունները կան, Վաշինգտոնում ստորագրվածը պարզվում է ինքը ասում է, որ համաձայնացված չէր, այնտեղ դժգոհություններ կան, իմիջիալ ձեզ ասեմ, Վաշինգտոնի նկատմամբ փաստաթղթերի ստորագրած, ոչ Ադրբեջանը, որ Հայաստանը դժգոհություն չէ։ Եվ նույնիսկ այդ տեքստն էլ հրապարակվեց, որևէ բան չկա։ Որևէ բան չկա, ուրեմն սա ժողովրդի լեզվով մուծից է անում, տես ինքը խառնակիչ գործողություն է անում, բայց իրենք կշարունակեն ու ստեղել ներսում ունեն ինչ որ կողմնակիցները կփորձեն որ կամ դանդաղ գնա զարգացումը այդ process-ի, դուք ինձանից լավ գիտեք, աշխարհը արագ զարգացող աշխարհ է, եթե դու այս ծրագիրը չանես, ուրիշները կանեն, այլ նույնատիպ ծրագրեր, հասկանում եք, կամ դանդաղ կան ընդհանրապես տապալվի, որ ասենք Ադրբեջանը վերջո մասի չէ, չենք ստորագրում, բայց քանի որ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը այնուամենայնիվ հիմա համընկնում են դրա հետ, որ այս ճանապարհը Տրամպի պետք է բացվի Հայաստանի մասով ու իրանք շահեր ունեն, կենտրոնական ասիական երկրներ, պանտուրանիզմ եւ այլ, մենք պետք է դրանից օգտվենք, քանի որ ճանապարհների բացումը նաև մեզ համար կբացվեն, քանի որ Վաշինգտոնում փոխադարձության սկզբունքը կար, մեզ համար ուրեմն մենք էլ կշնչենք, մենք էլ կզարգանանք, ու հիմա ամեն ինչ անում է կառավարությունը, իմիջիալից ես ողջունում եմ, ինչքան էլ խոչընդոտներ ճանապարհ չլինել, չպետք է հիասթափվես, պետք է շարունակես թուրքերի հետ բանակցել, պետք է շարունակես Ադրբեջանի հետ բանակցել, բայց պետք է իմանաս, ինչի հետ է կապված, որ հիմա Թուրքիան չստորագրեց, նեղացած են Վաշինգտոնի վրա։ Տեսեք, նշեցիք, բոլորս հասկանում ենք, որ նաև Տրամպի ճանապարհ տրիփ, հա, այսպես կարճ ասած, բայց մենք հարևան երկրից, որը այդքան էլ խաղաղության չի ձգտում, բայց անդադ խոսում է իբրև խաղաղության մասին, Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխոսնակից Ալի Ահմեդովից լսեցինք, որ Ադրբեջանի նախագահի անունով պետք է լինի այդ միջանցքը, Զանգեզուրի միջանցք։ Ինչ են դրանով ուզում ասել, ասեցին, որ միջանցք չի, եւ դրան անմիջապես հաջորդեց Իրանի դեսպանի հայտարարությունը, որ որևէ միջանցք չկա եւ չի կարող լինել, վերջ տվեք այս անհիմն խոսույթին։ Ինչ են ամեն անգամ նրանք խոսում, որ սա Զանգեզուրի միջանցք է, նույնիսկ ավելին Ալիևի անունով կոչվի։ Այստեղ մի խոչընդոտ չի արդյոք սա խաղաղության մասով։ Մի քանի գործոն է, բայց գլխավոր նպատակը նյարդացնել մեր հասարակությունը ներսում։ Իրոք մարդիկ հոգնում են։ Չէ, գիտեք, մեր հասարակությունը, մեր ժողովուրդը պինդ ժողովուրդ է, բայց ես զգում եմ ոնց է հոգնած ժողովուրդը։ Դրանով իրենք հոգնածնում են մեր ժողովուրդը, ու այդ դժգոհությունը ինչով է արտահայտվում։ Դե մարդիկ ասում են Նիկոլ ջան, այ քո ցավը տանում ես, ինչ ես անում։ Մինչդեռ Վաշինգտոնում ամեն ինչ հստակ ֆիքսված է, ոչ մի Զանգեզուրի միջանցք, ոչ մի միջանցք, այ դուք շատ լավ ասեցիք Թրամփի ճանապարհ, բայց երբ որ իրանք ասում են, դա արձագանք ստանում է հասարակության ներսում։ Քանի որ մարդիկ ասում են ոնց, դուք ասում եք Տրամփի ճանապարհ, տեսակ Թուրքիան ու Ադրբեջանը այլ բան են ասում։ Դա կոչվում է անվանումների, տոպոնիմների, անունների պատերազմ, դա պատերազմ է։ Հիմա ասում են, չէ, Ալիևի անունով, այ դուք շատ լավ ասեցիք, ինչի պետք է Ալիևի անունով։ Ու Հական Ֆիդանը իր երեկվա գիշերը ուշ հայտարարության մեջ դա ասեց, Ալիևի դերը մեծ էր այդ ծրագրի մեջ։ Իրենք անընդհատ ուզում են հակադրել։ Մենք պետք է ինչից օգտվենք։ Մենք պետք է Տրամպին ասենք, Տրամփ ջան, մենք համաձայն ենք, որ Տրամփի ուղի լինի, տեսար Ալիևը մեջտեղը ընկնում է։
Կոպիտ ասած մի քիչ Տրամպին նյարդացնենք Ալիևի նկատմամբ։ Այո, այդ նուրբ արվում են այդ գործերը։ Ուղարկենք մեսեջ։ Իդեպ ասեմ, ձեզ շատերը չգիտեն, բայց այդ հռչակագիրը, որը ստորագրեց Վաշինգտոնում, դրա մեջ մեծ դեր խաղաց Միացյալ Նահանգների, չեմ ասում անունը, շատ կարևոր դեպք։ Շատերը մտածում են Մարկո Ռուբիո, ոչ։ Մարկո Ռուբիո պարզա դրական դերը կար, բայց գլխավորը ինքը չէր, տեքստը գրում էր ուրիշ շատ ազդեցիկ, շատ կարևոր թիմի անդամ Տրամպի, դա նշանակում է, որ Տրամպի թիմում ոչ միայն Մարկո Ռուբիոն մեր կողքն է, այլ ավելի բարձր պաշտոնյա։ Ինչ եմ ուզում ասել, ամերիկացիք ու ադմինիստրացիան Տրամպի ամեն ինչ հասկանում է։ Հիմա պետք է օգտվես, պետք է բացատրես, որ ամերիկացիք դա անցալեն որպես Ալիևի հակադրումը իրանց ծրագրի դեմ։ Տեսեք, պետ դեպից բարձրաստիճան պաշտոնյա էր եկել, հա, Եվրոպայի Եվրասիա բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրհենը։ Այստեղ էր, դեռ մինչև 3 այստեղ էր, եւ այնտեղ նա խոսեց հենց տրիպի մասին, Տրամպի ուղու մասին։ Գուցե սա նաեւ նպաստեց նյարդայնանալու եւ Ադրբեջանին եւ Թուրքիային, որ սկսեցին նման հայտարարություններ անել։ Այսինքն երաշխիք է, որ արդեն գործընթացը սկսված է, քանի որ 145 միլիոն դոլարի մասին է խոսքը ներդրումների մասով։ Այսինքն կարող ենք փաստել, որ արդեն նավը սայլը տեղից շարժվել է։ Միանշանակ ճիշտ եք, դա էլ նյարդացրեց ու ավելին Երբ որ այս պատվիրակությունը, այս կարևորագույն պետդեպարտամենտի պաշտոնյան շատ կարևոր մեր ռեգիոնում գլխավոր դեմքն է պետդեպարտամենտից, ինքը Բաքվում էր, չէ, Բաքվում այլ հարցերից խոսեց, երկկողմ հարաբերություններից, շատ քիչ շոշափեցին խաղաղության պայմանագիր, ստեղ ինքը խոսեց հենց Տրամպի ծրագրից, դուք գիտեք այդ ֆինանսավորումը ինքը զգուշացրեց դա ուղղակի առաջի փողերն են, առաջի տրանշն է ինքը ասեց, քանի որ պարզ է երկաթգիծը վերանորոգման process կլինի, բան ավելի մեծ գումարներ, սա առաջինը, որ սկսվի աշխատանք, դուք նշեցինք, ու մի հայտարարության մասին ուզում եմ ասել, որ արվեց 2 օր առաջ, բայց ոչ թե պատվիրակությունը ստեղ եկավ, Միացյալ Նահանգներում տարբեր պաշտոնյաներ կան ու շատ կարևոր կա կառավարությունում, կա պաշտոնյա, որը զբաղվում է ամերիկյան ընկերությունների, մասնավոր ընկերությունների ինվեստիցիաներով, ներդրումներով ապրեք, դա օֆիցիալ պաշտոնյա է, որը խրախոսում է, ասենք իրանք խորհուրդ են տալիս, նայեք ստեղ կարևոր ծրագիր է, երբ որ ինքն էլ ասեց, այ անվանումը Զանգեզուրի միջանցք օգտագործում են, բայց հիմա դա Տրամպի ուղի այդ շոկ էր ադրբեջանցիների Եվ կարծում դա նպաստեց, որ սկսեցին իրար հետ չտալով արդեն հայտարարություն տարածել, որ ոչ Զանգեզուրի միջանցք անդադար, երբ որ ամեն օրվա ռեժիմով մի բան ասում ես, սկսում է մարդկանց ականջին դա արդեն նստել։ Բայց մենք պետք է ձեզ հետ ուղարկենք մեսեջ մեր հասարակությանը։ Համեցեք, Միք նյարդանա, երբ որ Ալիևը օգտագործում է Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտոնյաներ Զանգեզուրի միջանցք, դա միտումնավոր են անում, որ դուք նյարդանաք։ Նաև երևի ներքին լսարանի համար է դա։ Եվ ներքին լսարանի համար, եւ Հայաստանի լսարանի համար, որ ստեղ լարված վիճակ լինի, անընդհատ իշխանությունների նկատմամբ նոր կրակի վրա յուղը լցնի process։ Բացասական նոր լիցքեր Մի քիչ հանգստացեք, միթե այդքան կարևոր է մեզ համար, ինչ ասում, ասենք Ադրբեջանի ինչ որ ոչ միայն Ալիևը, ասենք ինչ որ խոսնակը մի։ Դե այնտեղ ինչ էլ խոսում են Ադրբեջանի նախագահի թույլտվությամբ եւ թողունակությամբ։ Դե պարզա, այլ կերպ հնարավոր չէ։ Այո, ուրեմն պետք չի էլի այդ կամ ցավոտ ընկալել։ Մեզ համար կարևոր է ինչ ասում Եվրոպան, Միացյալ Նահանգները, Թուրքիան ինչքան էլ չի պաշտպանում Ալիևին, եթե նկատել եք տոնը, հայտարարությունների տոնը շատ մեղմացավ։ Իդեպ ասեմ ձեզ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարություններն էլ երեք արեցին։ Չէ հայտարարություն, ինչի եկան այդ բանակցությունների ժամանակ Կլիչ, Ռուբինյան, տոնը տեքստի նորմալ է։ Նույնիսկ վերջում գրված էր Թուրքիան նախապայման չի դնում Հայաստանի արչեւ, մենք Թուրքիայի արչեւ։ Ինչ եմ ուզում ասել, նույնիսկ տոնը հիմա փոխվեց, ուրեմն դրականի մասով նայենք։ Պետք է նյարդանալ, որ կա այդ դա կոչվում է անվանումների տոպոնիմների պատերազմ։ Այդ պատերազմը գնում է ոչ միայն մեզ մոտ մենակ, աշխարհով ընդունված է։ Ընդունված է, դրանով նյարդացնում են հասարակությունը, հոգնածնում են։ Հիմա հոգնած հասարակությունը վաղը չի կարողանալու իրան պաշտպանել կամ հայրենիքը պաշտպանել։ Շատ լավ, եւ փորձենք ամփոփել այսօրվա մեր հարցազրույցը, պարոն Գրիգորյան։ Աշխարհակարգը ինչ փուլով է գնում։ Մենք տեսնում ենք, հա, ուժի կիրառում, մենք տեսնում ենք Իսրայելի կողմից, հա, Պաղեստին պետության ոչնչացում, Գազայում ինչ ցեղասպան գործողություններ են եւ կարծես միայն դատապարտում է աշխարհը, բայց որևէ գործունքալ չի անում։ Այս քաոտիկ աշխարհում ինչպես պետք է մանևրենք, ինչ գործողություններ պետք է անենք, որ գոնե
մինիմալ կորուստները դուրս գանք։ Ну, առաջինը, ну, գոնե վերջի 3 տարվա քաղաքականությունը արտաքին ես համարում եմ շատ հաջող։ Ի վերջո շատ մեծ հաջողություն էր Վաշինգտոնից հետո գնալ Պեկին։ Մեծ հաջողություն, շատերը չգնահատեցին դա։ Շատերն ասում են նույն 2013-ին ման կամ ԵՄ-ում ես կամ ԵԱՏՄ-ում ես եւ դրա համար էլ չես կողմնորոշում եւ եւի քաղաքականությունը չի աշխատում եւ զուգահեռներ են տանում։ Այս ամենի հետ մեկտեղ։ Այո, հասկանում եմ, ես ցանկացած կարծիք հարգում եմ, բայց այդ կամ ալիկոծվող աշխարհ է, որ պետք է գնաս եւ այնտեղ եւ այստեղ։ Գիտեք, եթե բազմավեկտոր քաղաքականություն։ Բազմավեկտոր քաղաքականությունն ու կառավարությունը ասում է բալանսավորող քաղաքականություն։ Նայեք, եթե դուք նայեք համատեղ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի Սի Ցզինպինի հետ, հետո համատեղ հայտարարությունը Հայաստանի Միացյալ Նահանգների, դուք կտեսնեք ոչ մի հակասություն չկա։ Ինչու աշխարհը փոփոխվող է։ Այդ դուք շատ լավ ասեցիք, որ ուժով լուծում են հարց ու ասում են ուժը ծնում է իրավունքը։ Ուրեմն այս ձևի վտանգների առջև դու անպայման խոշոր խաղացողների հետ պետք է։ Օրինակ, ինչի հետ է կապված Ալիևը, որը մեծ փորձ ունի արտաքին հարաբերությունների, պետք է գնահատեք դա, բայց սխալ արեց Շանխայի կազմակերպության գագաթնաժողովում Ցինզյան քաղաքում։ Հիշում եք, երբ որ ինքը Շանխայ գումարած պլյուս, որ ելույթ ունեցավ ու ասաց, «Էս իմ ճանապարհն է, ես եմ արել»։ Նրան նույնիսկ արգելեցին, չթողեցին ելույթ ունենա համալսարանում ուսանողների հետ հանդիպման, այդպիսի հայտարարություն էլ կար։ Այո։ Քանի որ չինացիք ինչի հրավերեցին մեզ ու ադրբեջանցիներին, իրանք ուզում են շահեր ստեղ ունեն, չինացիք դա նորմալ է, տնտեսական առաջերտին ու հրավերեցին, որ հենց լավ դիսկուսիա գնա։ Սա ասեց, չէ, ես եմ գլխավորը, պարզ է Սի Ցզինպինը գիտի, որ Վաշինգտոնում գլխավորը Թրամփն էր։ Ասում է, «Խի ես խափում»։ Բաց չասեց, բայց անուղղակի ասեց։ Բայց երբ որ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ բայց մենք պայմանավորվել ենք, չէ, որ այս տերմինները չենք օգտագործում, դա Թրամփի հակասող հայտարարություններ եք։ Այո, ինքը ասեց Թրամփի ուղի է Վաշինգտոն, Սի Ցզինպինը գնահատեց, քանի որ ինքը հասկացավ, որ Հայաստանը խաղ չի տալիս։ Այդ շատ կարևոր է։ Չի ձևավորել իր համար։ Հայաստանը գոված ամերիկյան միջնորդությունը, որտեղ Չինաստանում երկիր, որը գլխավոր մրցակիցն է, հակառակորդ չի, բայց մրցակիցն է, գնահատեցին ու մենք դուրս եկանք շահած։ Ուրեմն, ինչ եմ ուզում ասել, հիմա արտաքին քաղաքականությունը, որը վարում է կառավարությունը, ունի դրական կողմեր, բայց դուք ճիշտ եք ասում, միշտ էլ վտանգներ կան, բայց նորից կրկնում եմ, օրինակ ես կողմնակից չեմ Շանխայի կազմակերպության համագործակցության կազմական անդամ դառնալ, բայց դուք գիտեք, որ եթե ֆորմալ նույնիսկ դառնանք, դա չի հակասում Եվրոմիության, քանի որ Եվրոմիությունը ուրիշ հարցերով զբաղվում։ Ընդհանրապես ուրիշ հարցեր են, հասկացաք, այնտեղ ազատ առևտրի գոտի է եւ այլն, Շանխայը կապված է հակատերորիստական, ահաբեկչական պայքարի, սահմանների պաշտպանությանը, այլ հարցեր։ Ուրիշ բանը, այնտեղ պետք չի անդամակցել, ես համարում եմ, քանի որ այնտեղ այլ բևեր է ձևավորվում, որը մրցակցության մեջ է արևմտյան բևերի հետ, ուրեմն պետք չի այնտեղ կոպիտ ասած Երևանը։ Իմիջիայլոց այդտեղ պետք է ասեմ, որ կառավարությունը երբ որ սառեցրեց հապկում անդամակցությունը, հիշում եք, մենք ողջունում էինք, մենք միշտ կոչ էինք անում, հիմա ապացույց, որ դա շատ կարևոր քայլ էր։ Դուք գիտեք, որ հիմա գնում է զորավարժություններ Ռուսաստան, Բելարուս, էլ ով կա չգիտեն, բայց գրված է հապկի շրջանակներում։ Այդ զորավարժությունները արևմուտք 2025 ուղղակի ուղղված է հիմա արևմուտքի դեմ։ Դուք գիտեք, Լեհաստան, Ռուսաստանի ԱԹՍ-ները, որ մտան Լեհաստան, Բելարուսի կողմից էին նույնիսկ ասում, որ այնտեղից է սխալ հաշվարկով եւ այլն։ Բայց հիմա սրված է, ու այդ զորավարժությունները հիմա արևմուտքը նայում է որպես հակասություն, հակադրում։ Ահա ու ստացվեց, որ այդ հակադրության մեջ չկա Հայաստանը։ Սառեցրեցինք հապկում, աշխատում ենք Չինաստանի հետ երկկողմ, մասամբ մտանք, համագործակցում ենք Շանխայի կազմակերպության, բայց ոչ անդամակցություն, ու լավ էլ բալանսավորեցինք։ Իդեպ ասեմ, ես ամերիկացիք ոչ մի դժգոհություն չհայտնեցին, իմիջիայլոց շատ հետաքրքիր է, երբ Թրամփը ասեց, ինչ եղավ 80-ամյակին հաղթանակի շքերթեր, ինչ պրոբլեմ։ Չէ, ոչ պրոբլեմ, ինչ պրոբլեմ կա։ Նույնիսկ ճապոնացիք շատ ցավոտ չընդունեցին։ Ահա, ուրեմն այս բալանսավորող, բայց ես Z տերմինի հետ ավելի համաձայն, բազմավեկտոր քաղաքականությունը, երբ որ խելոք է ստանում, չի բերում հակասության։ Կարող է լինի պահ հակասությունը մոտենա, այդ դեպքում ընտրություն կկատարես։ Բայց ես տեսնում եմ, այդ բալանսավորումը բոլորը անում են։
Բոլորը անում են, ինչի մասին է խոսքը։ Դոնալդ Տրամպը հիմա Լուկաշենկոյի հետ բանակցություններ է վարում, ինչի մասին է խոսքը։ Ինքը Լուկաշենկոյին 100%-անոց իզոլյացիայից, մեկուսացումից հանում է, բայց Ամերիկան այդ մեր դաշնակիցն է։ Ուրեմն մի քիչ ճկուն պետք է լինենք։ Ու գիտեք ինչից է դա գալիս։ Այն նույն մարդիկ, ովքեր ասում են, չէ, մենք պետք է մի տեղում մարմնի մի տեղում Ռուսաստանի լինենք ու այնտեղից դուրս չգանք, ու դա բերեց ինչ ծանրագույն հետևանքների հայ ժողովրդի համար, հիմա էլ ասում են, չէ, գիտեք ինչ, ասենք ուրիշ բևեր գտանք, այնտեղ էլ մտնենք միտեղ։ Ոչ, դու չպետք է ոչ միտեղ մտնես։ Այո, Հայաստանի տեղը Եվրոմիությունն է, Հայաստանի տեղը դեմոկրատիա է, դեմոկրատական աշխարհի հետ, բայց չի բացառում դա երկկողմ հարաբերությունները Չինաստանի հետ, Իրանի հետ, պարտավոր է երկկողմը զարգացնել Հնդկաստանի հետ, ով ասեց, որ իրար հակասում են։ Բազմակողմը ու երկկողմը այդ տարբեր բաներ են։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Խնդրեմ։ Շարունակում ենք թողարկումը Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել ռուսական հեռուստաընկերությանը։ Հայաստանի նախագահը խոսել է Երևանի եւ Մոսկվայի գործընկերության, հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ հայաստանյան ներքաղաքական անցուդարձի մասին։ Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, նա հույս է հայտնել, որ Բաքուն չի խախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանը վերջին տարիներին հասել է նրան, որ հարաբերությունները Ռուսաստանի հետ իսկապես դարձել են գործընկերային։ Այս մասին RTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հիմա Ռուսաստանի ու Հայաստանի միջև ոչ թե կրտսեր եղբայր-մեծ եղբայր հարաբերություններ են, այլ ուղղակի գործընկերային։ Սա այն է, ինչին մենք իրականում հասել ենք վերջին 4 տարիների ընթացքում։ Խաչատուրյանի խոսքով Երևանում ցանկանում են, որ ռուս գործընկերները հաշվի նստեն Հայաստանի իշխանությունների ինքնուրույն որոշումների հետ։ Մեր իշխանությունն աշխատում է Հայաստանի բնակիչների հանրապետության բարօրության զարգացման համար։ Հայաստանի կառավարությունը, իշխանությունը ինքնուրույն պետք է որոշի, թե ում հետ դիվանագիտական հարաբերություններ, ում հետ առևտրային կապեր ունենա։ Հայաստանի նախագահն անդրադարձել է նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսության եւ Եվրոպական միության միջև, քանի որ հնարավոր չէ միաժամանակ երկու աթոռի վրա նստել։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետն այդ հայտարարությունը մի քանի անգամ տարբեր հարթակներում արել էր այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանը Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք ընդունեց։ Հայաստանի նախագահն ասել է, որ Օվերչուկին պետք է հարցնել, թե ինչ նկատի ունի երկու աթոռի վրա նստել ասելով։ Ամեն դեպքում հիմա ոչ մեկը մեզ ոչինչ չի ասում եւ մենք ոչ մի պայմանավորվածություն չենք խախտում։ Մենք աշխատում ենք այն պայմաններով, որոնք կան ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Նույնը կարող եմ ասել Եվրամիության մասին եւ մինչեւ այս պահը որևէ խնդիր չի եղել։ Ընդհանրապես ինչ կարիք կա հիմա այդ մասին խոսելու, ինչ կարիք կա հարցն այդպես սուր դնելու։ Ինչի համար է Օվերչուկը այդ հարցն այլ ձևով ներկայացնում Ռուսաստանի Հանրությանը։ Կան առևտրային համաձայնություններ, կան որոշակի պայմանավորվածություններ, դրանք աշխատում են, այո, աշխատում են։ Ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում չի շրջանցվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման։ Նախագահ Խաչատուրյանն ասել է, հավատում է Իլհամ Ալիևին, որ Ադրբեջանը չի խախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտել է 44-օրյա պատերազմից հետո 2021-ին, 2022-ին կիլոմետրերով մխրճվելով Հայաստանի սուվերեն տարածք ու մինչև օրս դուրս չի եկել։ Ադրբեջանի հետ քաշվելու մտադրության մասին Ալիևը երբեք չի հայտարարել։ Հայաստանի իշխանությունը սակայն հույս ունի այս հարցը կլուծվի սահմանազատման արդյունքում։ Խաչատուրյանը կարծում է, Վաշինգտոնում ամենակարևորը եղավ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցին խաղաղ ապրել։ Սա ամենակարևորն է եւ հատկապես այդքան բարձր մակարդակով երկու երկրների առաջնորդներն ասացին, որ մենք իսկապես պատրաստ ենք եւ կանենք ամեն ինչ, որպեսզի սկսենք պարզապես ապրել խաղաղ։ Խոսելով ներքաղաքական զարգացումների, մասնավորապես Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման մասին, Խաչատուրյանն ասել է. «Գուցե մի խախտում արել է, որ կալանավորել են»։ Նա միաժամանակ ընդգծել է. «Հայաստանը ժողովրդավարական օրենքի երկիր է, դատարաններն էլ անկախ են»։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։
Ադրբեջանում ծնողները բողոքի ակցիա են իրականացրել զինվորներին այցելությունների սահմանափակման որոշման պատճառով։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է զինվորների հարազատների զորամասեր այցելելու ժամանակավոր սահմանափակումների մասին որոշման նպատակ ըստ գերատեսչության շնչառական հիվանդությունների տարածման կանխարգելումն է, սակայն որոշումը հարուցել է ծնողների եւ հարազատների դժգոհությունը։ Որոշ ծնողներ փորձել են անգամ անցնել զորամասի դարպասները պահանջելով հնարավորություն ստանալ տեսակցելու իրենց որդիներին։ Չնայած Լեհաստանում ռուսական անօդաչու թռչող սարքերի խոցումից հետո Վարշավան մտադիր չէ խզել դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ, քանի որ ըստ Լեհաստանի արտգործնախարարի դրանք հիմքեր չկան, դրա հիմքերը չկան, սակայն այնուամենայնիվ վերջին օրերին ՆԱՏՕ-ն ակտիվորեն ուժեր է կուտակում Արևելյան Եվրոպայում։ Զգալի զորամիավորումներ, այդ թվում զրահատեխնիկա, մինչև 40,000 զին ծառայող տեղափոխվում են Լեհաստանի եւ Լատվիայի, Բելարուսին եւ Կալինինգրադի մարզին սահմանակից տարածքներ։ Գործողությանը մասնակցում են տարբեր երկրների, այդ թվում Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը։ Դաշինքը այս շարժումները բնութագրում է որպես արևելյան թևի ամրապնդման եւ դաշնակիցների միջև գործակցության գործնական կիրառման պլանավորված միջոցառումներ։ ՆԱՏՕ-ի այս գործողություններին զուգահեռ ընթանում են ՀԱՊԿ երկրների Արևմուտք 2025 համատեղ զորավարժությունները, որոնց սակայն Հայաստանը չի մասնակցում։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հաստատել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը երկու պետություն սկզբունքով կարգավորելու մասին բանաձևը։ Փաստաթուղթը կոչ է անում դադարեցնել պատերազմը եւ վերադարձնել Համասի գերեվարած անձանց։ Ընդգծվում է Համասի զինաթափման, Իսրայելի եւ արաբական երկրների հարաբերությունների բարելավման ու անվտանգության համապարփակ երաշխիքների կարեւորությունը։ Բանաձևի ընդունման օգտին քվեարկել է 142 պետություն, այդ թվում Հայաստանը դեմ 10 երկիր, այդ թվում Իսրայելը, Միացյալ Նահանգները, Հունգարիան։ 12 պատվիրակ ձեռնպահ է մնացել։ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը քննադատել է բանաձևը, կարծիք հայտնելով, որ այն խրախուսում է Համասին։ Միջազգային մյուս լուրերը տեսաշարով։
Դային դադարից հետո կշարունակենք թողարկումը։ Անդրադառնանք այլ թեմաների Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը հնարավոր է միացվի նրա վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մյուս գործին։ Սարգսյանի վերաբերյալ նոր գործի քննության շրջանակում շոշափվում են նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու Սեդրակ Քոչարյանի եւ Միխայել Բաղդասարովի անունները։ Նշենք, որ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված վարույթներից մեկն առնչվում է գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու, իսկ մյուսը Իսակովի պողոտայում Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ հողեր օտարելու վերաբերյալ գործերին։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է պետական շահերի պաշտպանության վարչության հայցը։ Արդյունքում Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ին է վերադարձվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիսարևելյան հատված Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող 15000 քառակուսի մետր մակերեսով 5 միլիոն 682 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը։ Միաժամանակ անվավեր է ճանաչվել պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը։
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոց Շիրակի մարզի դատարանն ընտրեց տնային կալանք 2 ամսով։ Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել էր շորթման մեղադրանքով։ Վարդան Ղուկասյանի որդու գործին առնչվող եւս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ սույն գործի համատեքստում Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվող անձի նկատմամբ բռնություն գործադրելու համար կատարվում է նախաքննություն։ Քրեակատարողական ծառայությունը 2025 թվականի օգոստոսի ընթացքում կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների եւ քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողների կողմից անցկացված միջոցառումների արդյունքում հայտնաբերել է 71.39 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 176 բջջային հեռախոս, 175 բջջային հեռախոսի պարագա, 4 Wi-Fi սարք, 36 կտրող ծակող առարկա, 115.7 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք կամ արգելված այլ իրեր։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։ Կիբերհանցագործներն ավելի քան 60 միլիոն դրամ են հափշտակել 5G ցանցի վերաբերյալ խաբեությունների միջոցով։ Մարդկանց զանգահարում են բջջային օպերատորի անունից, խոսում ռուսերեն, ցանցի բարելավման առաջարկներ անում։ Բանկային հաշիվներից բացի հանցագործները կարողանում են հասանելիություն ստանալ նաև հեռախոսում եղած լուսանկարներին եւ այլ անձնական տվյալների։ Խաբեության զոհ չդառնալու համար պետք է հավելյալ ճշտումներ անել, որևէ հավելված ներբեռնելուց առաջ։ Համայնքային ոստիկանության Նախուրյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հացիկ գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է թմրանյութ եւ զինամթերք։ Տղամարդը հրավիրվել է բաժին եւ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տնակում հայտնաբերվել է մարիխուանայով 4 փաթեթ, նաեւ 3 ծխագլանակ եւ ինքնաձիգի 2 փամփշտատուփ 45 փամփուշտով։ Ըստ տանտիրոջ թմրանյութն ինքն է պատրաստել իր աճեցրած կանեփից անձամբ օգտագործելու նպատակով, իսկ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին։ Հաջողություն։ Ցտեսություն։